Եվ այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում մոտավորապես հայտարարությունը հետևյալն է. բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչու եմ ասում 80-90 եւ ոչ 100%, որովհետեւ մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20%-ը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների հաշվին։ Եվ 10-20%-ը կարող են ցածր աշխատավարձ ստանալ ոչ թե ոչ մրցունակ կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով։ Ներառյալ անարդարությունը, կարգավորումները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը ավելին լինի 10, մաքսիմում 20%-ից։ Եվ հետևաբար ուզում եմ ընդգծել 80-90%-ով բարձր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն, եւ 80-90%-ով ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Իհարկե, այս ընկալումը չի կարող վերաբերվել սոցիալական հատուկ խմբերին, որոնք բոլորովին ուրիշ պայմաններում են։ Ահա վերնշված գործոնն է պատճառը, որ այդ 80-90%-ի մասին հիշատակումը, որ կրթության ոլորտի բարեփոխումները այնքան կարևոր են մեզ համար։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք որոշել ենք, որ հանրակրթական մեր դպրոցներում մեր աշակերտներին հենց այս ուղերձը պետք է տանք։ Պետք է նրանց ուղիղ եւ աներկբա ասենք. Սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այս համատեքստում սակայն մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը։ Ինչ է նշանակում լավ ապրել։ Իհարկե անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, թե ինչ է նշանակում լավ ապրել։ Դիոգենես օրինակ ապրում էր տակառի մեջ, որովհետև համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձևը, բայց սա էլ առանձնահատուկ դեպքերն են եւ կարծում եմ, որ մենք պետք է ձևակերպենք լավ ապրել ինչ է նշանակում եւ քանի որ մեր կառավարության խոսույթում մարդու երջանկությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, կարծում եմ պետք է նաեւ ձևակերպել ինչ է նշանակում լավ ապրել լինում է նշանակում եմ կարծիքով լինել երջանիկ, իսկ երբ է անհատը երջանիկ։ Իմ կարծիքով անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին եւ կամ մշակույթին։ Հետևաբար, բայց ինչի համար եմ այս ամեն ինչը ասում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ։ Ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, եւ ասում եմ ի պատասխան նաեւ այն հարցի, թե որը շատ երկար ժամանակ, այսինքն առնվազն 2018 թվականից հնչում է, թե ինչ է երջանկությունը, կառավարությունը ոնց է ապահովելու երջանկությունը եւ այլն եւ այդպես շարունակ։